Բախում է տեղի ունեցել սիրիական նոր իշխանությունների ենթակայության տակ գտնվող սիրիական բանակի եւ իսրայելցի զինվորականի միջև Արաբական Հանրապետության հարավում գտնվող Դարա նահանգում։ Այս մասին հայտում է իրանական CNN հեռուստաալիքը վկայակոչելով աղբյուրներին։ Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ ավիահարված էին հասցրել Արաբական Հանրապետության բանակի ռազմական օդանավակայաններին։ Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարության տվյալներով վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ եւ զինվորականներ։ Դանիան Ուկրաինային կտրամադրի իր 25-րդ օգնության փաթեթը 6.7 միլիարդ կրոն $970 միլիոն արժողությամբ 2025-ից 27 թվականների համար։ Այս մասին հաղորդվում է Թագավորության պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այդ գումարը կուղղվի հակաօդային պաշտպանության տեխնիկա հրետանին ձեռք բերելու եւ Ուկրաինայի ռազմաօդային ուժերին աջակցելու համար։ Նվիրատվությունների 25-րդ փաթեթով մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Ուկրաինային ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում ասվում է պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Պոուլսենի մամուլի հաղորդագրության մեջ։ Արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը հույս է հայտնել, որ Դանիայի օգնությունը կարող է ոգեշնչել մյուս դաշնակիցներին էլ ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու, քան որ Ուկրաինայի անվտանգությունը վճռորոշ է ողջ Եվրոպայի ապագայի համար։ Պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված քրեական պատիժները կխստացվեն։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված սանկցիայում 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի առաջին մասում առաջարկվում է տուգանք բաժատեսակի չափը սահմանել 15 պատիկից 30 պատիկի չափով, իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույնը 2 տարի ժամկետը փոխարինել 1-ից 3 տարի ժամկետով։ 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 461-րդ եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում ընդհանուր 1779 քրեական վարույթ։ Ներկայում պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճը վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական խիստ քաղաքականության որդեգրման անհրաժեշտության մասին, նշվում է նախագծում։ Պարեկների կողմից ուժի կիրառմամբ մեքենայից իջեցված եւ բերման ենթարկված վարորդը ABC մեդիայի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել դեպքի մասին։ Տեսանյութը համացանցում տարածվել է 3, բայց միջադեպը տեղի է ունեցել օրեր առաջ մարտի 31-ին։ Պապիկս է մահացել Թաղմանեի շտապում առավոտյան 10:00-ի մոտակայքում մոտ 25 րոպե ճանապարհը փակ էր։ Չգիտեինք երբ է բացվելու, բոլոր վարորդների հետ ես էլ ազդանշան տվեցի, բայց չհայոյեցի։ Եկան ինձ տարան, հետո իմացա, որ ինչ որ հյուրերի են ընդունում։ Մի քանի օր է անցել, բայց ավտոմեքենաս ինձ չեն վերադարձնում, տուգանային հրապարակում է։ Գնում եմ, որ վերցնեմ, չեն տալիս, այստեղից այնտեղ են ուղարկում։ ABC մեդիայի զրույցում ասաց օրերս բերման ենթարկված վարորդը։ Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին միջադեպի մասին պարզաբանում էր տարածել նաև ներքին գործերի նախարարությունը։ Պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայոյանք է հնչեցրել։ Նա բերման է ենթարկվել համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել, ասված է հաղորդագրության մեջ։ Ոչ միայն Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում, մի քանի այլ բուժկենտրոններում եւս առաջիկայում տնօրենների փոփոխություն է լինելու։ Սա նորմալ ընթացք է։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նշելով, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի տնօրեններն ու իրենց թիմերը մեծ ներդրում են ունեցել նոր մշակույթով ենթակառուցվածքներով բուժկենտրոններ ունենալու հարցում, բայց եկել է ժամանակը հաջորդ էտապներին անցնելու զարգացման նոր ուղիներով գնալու, ասել է նախարարը։ Նա հաստատել է լուրերը, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի իրենց թեկնածուն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նարեկ Զենյալյանն է։
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 28-ին վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 անշարժ գույք Տավուշի մարզում, 4 իրավաբանական անձում ունեցած մասնակցություն, 181 միլիոն 770 հազար դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 108 միլիոն 873 հազար դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդի եւ օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար։ Իրանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը զսպվածության միջոցով կանցնեն այն ճանապարհը, որը ի վերջո հանգեցնելու է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Armenpress-ի փոխանցմամբ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Մենք հույս ունենք, որ երկու կողմերը կկարողանան զսպվածության միջոցով անցնել այն ճանապարհը, որը հանգեցնելու է խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Իմ կարծիքով մեր տարածաշրջանը չի դիմանա որևէ լարվածության։ Հույս ունենք, որ բոլոր կողմերը կպահպանեն այդ սկզբունքները միտված խաղաղությանը եւ հանգստությանը, նշել է Սոբհանին։ Դեսպանը հավելել է, որ Իրանը կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Մեր զրույցների քննարկումների ժամանակ կողմերին կոչ են կանում շարժվել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Իրանը պատրաստ է օգնել, որպեսզի խաղաղությունը պահպանվի, որպեսզի հրադադարը չխախտվի եւ կողմերը կարողանան հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Եվ կարծում եմ, որ այս առումով 3+3-ը բավականին լավ ֆորմատ է։ Օգտագործելով այդ ֆորմատը մենք կարող ենք շարժվել դեպի խաղաղության հաստատում, ընդգծել է Մեհդի Սոբհանին։ Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ Ադրբեջանը Իսրայելից մեծ քանակությամբ սպառազինություն է ներկրում, դեսպանն ընդգծել է, որ իրենք դեմ են տարածաշրջանի միլիտարիզացիային։ Մենք Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունենք, Ադրբեջանը մեր հարևանն է։ Մենք օգտագործում ենք այն կապերը, որ ունենք Ադրբեջանի հետ։ Ամեն ինչ անում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Ամեն դեպքում մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանային զարգացումներին, եզրափակել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանը։ Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Օլաֆ Շոլցն ասել է, որ չի պատկերացնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ձերբակալությունը Գերմանիայում չնայած միջազգային քրեական դատարանի որոշմանը Իսրայելի կառավարության ղեկավարի դեմ։ Չեմ կարող պատկերացնել, որ Գերմանիայում բանը կհասնի ձերբակալության, ասել է Շոլցը Բերլինում Հորդանանի թագավոր Աբդալլա II-ի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Նեթանյահուն կարող է Հունգարիայից հետո այցելել Գերմանիա առանց ձերբակալության վախի։ Նեթանյահուն հինգշաբթի օրը ժամանել է Բուդապեշտ երկկողմանի բանակցությունների համար հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ։ Սա Նեթանյահուի առաջին այցն է Եվրոպա այն բանից հետո, երբ Հագայի միջազգային քրեական դատարանն անցած նոյեմբերին նրան ձերբակալելու հրաման արձակեց Պաղեստինում ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։ Արևմտյան երկրները պատժում են Վրաստանին խաղաղության կողմն անցնելու եւ պատերազմից հրաժարվելու համար։ Այս մասին ԻՄԵԴ-ի հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մակա Բոչորիշվիլին։ Վրաստանը պատժվում է իշխանությունների կատարած ընտրության համար։ Վրաստանի իշխանությունները ընտրություն կատարեցին հօգուտ խաղաղության, ոչ թե պատերազմի։ Իշխանությունները հրաժարվեցին պատերազմից, մեր երկրում անկայունությունից, եւ այդ պատճառով մենք որոշակի ուժերի կողմից նման ճնշում ստացանք վրացական պետության վրա, ասել է Բոչորիշվիլին։ Ինչպես նշել է արտաքին գործերի նախարարության ղեկավարը, այս ճնշումը շարունակվում է, նման գործողություններ իրականացնող ուժերը չեն հեռացել։ Բոչորիշվիլիի խոսքով ոմանք դեռ շարունակում են շահագրգռված մնալ Վրաստանում անկայուն իրավիճակով։ ԱՄՆ նոր մաքսատուրքերը, որոնք ազդել են նաև Ավստրալիայի վրա, հակասում են երկու երկրների բարեկամական հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մաքսատուրքերը չունեն տրամաբանական հիմք։ Դրանք հակասում են մեր երկու երկրների գործընկերության հիմքերին։ Սա ոչ բարեկամական արարք է։ Այսօրվա որոշումը միայն կավելացնի անորոշությունը գլոբալ տնտեսությունում եւ կավելացնի ծախսերը Ամերիկայի քաղաքացիների համար, ասել է կառավարության
նախարարության ղեկավարը լրագրողների հետ զրույցում։ Նա ասել է, որ Կամբերան չի թույլատրի առևտրային կանոնները ԱՄՆ-ին հաջողանալու համար։ Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը ներմուծվող ապրանքների համար նվազագույն մաքսատուր կսահմանի 10%։ Առանձին պետությունների համար նա սահմանել է անհատական սակագներ։ Ավստրալիան ներառվել է այն երկրների խմբում, որոնց վրա կիրառվել է 10% մաքսատուրք։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Եվրամիության կոչ է արել համարժեք արձագանքել Միացյալ Նահանգների կողմից ապրանքների համար սահմանված մաքսատուրքերին։ Բարեկամություն նշանակում է գործընկերություն, գործընկերություն նշանակում է իրական եւ իսկապես փոխադարձ պարտականություններ, անհրաժեշտ են համարժեք լուծումներ, գրել է Տուսկը X-ում։ Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Եվրամիությունից ապրանքների համար 20% մաքսատուրք սահմանելու որոշման մասին։ Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան քարոզիա պատերազմի տարելիցին մենք հիշում ենք զոհվածներին եւ վերահաստատում ենք Կանադայի հավատարմությունը խաղաղությանն ու երկխոսությանը։ Դրա մասին սոցցանցում գրել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին։ Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն դիվանագիտության եւ միջազգային իրավունքի հարգման միջոցով, նշել է Կանադայի արտգործնախարարը։ Ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Հանդիպանը քննարկվել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկ անգամ եւս վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շուտապույտ կնքելու խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը կուղղորդի դեպի հարատև խաղաղություն եւ կայունություն։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետություն, Եվրամիություն, գործընկերության օրակարգի հարցերին։ ԱՄՆ բանակը նախատեսում է այս տարվա դեկտեմբերին իրականացնել հեռահար հիպերձայնային զենքի նոր փորձարկում։ Այս մասին հայտնում է Defense News-ը վկայակոչելով ԱՄՆ բանակի հրթիռների ու տիեզերական ծրագրերի տնօրեն Ֆրենկ Լոզանոյին։ ԱՄՆ բանակը դեկտեմբերին նշանակել է իր հեռահար հիպերձայնային զենքի փորձարկումը, գրում է հրատարակությունը։ ԱՄՆ զինվորականներն ակնկալում են, որ հիպերձայնային հնարավորություններ ստացած առաջին ստորաբաժանումը մայիսին կսկսի ռաունդներ ընդունել Վաշինգտոն նահանգում գտնվող Լյուիս Մաքքորդ համատեղ բազայում, հայտնում է Defense News-ը, վկայակոչելով գեներալ-մայոր Ֆրենկ Լոզանոյին։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը անդրադառնալով Հայաստանի համար եւս 10% մաքսատուրք սահմանելու վերաբերյալ որոշմանը գրում է. Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաեւ Հայաստանի վրա։ Հայաստանը Թրամփի առևտրային պատերազմից անմասն չմնաց։ Գրեթե բոլոր պետություններն ընդգրկվել են նոր մաքսատուրքերի ցուցակում։ Այնուամենայնիվ որոշ բացառություններ կան, օրինակ Ռուսաստանը։ Թրամփը հայտարարել է, որ բոլոր ներմուծումների վրա 10%-անոց համընդհանուր մաքսատուրքերը ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։ Թրամփը սահմանել է փոխադարձ մաքսատուրքեր reciprocal tariffs, այսինքն մեխանիզմ, որի միջոցով ԱՄՆ-ն մոտավորապես նույն մակարդակի մաքսատուրքեր է սահմանում այն երկրների նկատմամբ, որոնք սահմանափակում են իրենց շուկան ամերիկյան ապրանքների համար։ Սա իհարկե նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ Որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես ալյումինի, քարերի, թանկարժեք մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի եւ ալկոհոլի արտահանումը։ Հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունը 2024 թվականին։ 2024 թվականին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև ընդհանուր ապրանքային առևտրի ծավալը գնահատվել է 282.4 միլիոն դոլար։ ԱՄՆ-ի ապրանքային արտահանումը Հայաստան 160.8 միլիոն դոլար, ինչը 14.8%-ով 27.9 միլիոն դոլարով պակաս է 2023-ի ցուցանիշից։ ԱՄՆ-ի ապրանքային ներմուծումը Հայաստանից 121.6 միլիոն դոլար, որը 8.4%-ով 11.1 միլիոն դոլարով նվազել է 2023-ի համեմատ։ ԱՄՆ-ի ապրանքային առևտրային ավելցուկը Հայաստանի հետ 39.2 միլիոն դոլար, ինչը 2023-ի համեմատ 29.9%-ով 16.7 միլիոն դոլարով կրճատվել է։
Հայաստանի Հանրապետության նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Ոստիկանը փողոցային ռազմորկայի մասնակից կամ հարցուլուծող չէ, որ անգամ քաղաքացու կողմից հայհոյանքի դեպքում արգելված վերաբերմունքով, այն էլ հրապարակայնորեն նվաստացնի քաղաքացուն եւ ներքին գործերի նախարարության պարզաբանումը խախտում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու միջազգային պարտավորությունները, արդարացնում արգելված վերաբերմունքը։ Սա քաղաքական հովանավորության հետևանք է։ Տպավորություն է խմբով եկել են մարծեցելու ու գիտեն, որ անպատիժ են մնալու։ Անպատժելիության քաղաքական հովանավորության արդյունքում խրախուսվում է նման արգելված վերաբերմունքը եւ հեղինակազրկվում այն ոստիկանների ծառայությունով, որն առանց օրենքի խախտումներ է իրականացվում։ Գյումրեցի 75-ամյա տիկնոջ վկայությունը տեսանյութով նույնպես իրավապահ մարմինների օրենքով արգելված վերաբերմունքի մասին է։ Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենքի, այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա ընդգծել է, որ Իրանը կրկին հայտարարում է երբեք եւ ոչ մի դեպքում չի ձգտի փնտրել, արտադրել կամ ձեռք բերել միջուկային զենք։ Արաղչին հիշեցրել է, որ համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ստորագրումից 10 տարի անց եւ նույնիսկ այն բանից հետո, երբ 7 տարի անց ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ ծրագրից, չկա ապացույց, որ Իրանը խախտել է պարտավորությունը։ Նույնիսկ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենն է վերջերս դա հաստատել։ Նա նշել է, որ միջուկային ծրագրի հարցի շուրջ արևմտյան երկրների հետ Իրանի փոխգործակցության դիվանագիտական ճանապարհն ապացուցել է իր արդյունավետությունն անցյալում եւ կարող է արդյունավետ մնալ մինչ օրս։ Սակայն բոլորին պետք է հստակ հասկացնել, որ ռազմական այլընտրանք չկա, ել չեմ խոսում ռազմական ճանապարհի մասին։ Մերձավոր Արևելքում աղետալի ձախողումները, որոնք ԱՄՆ նախկին վարչակազմին ավելի քան 7 տրիլիոն դոլար արժեցան, ինքնին խոսուն են, հավելել է իրանցի դիվանագետը։ Մեր տղաները հերոսաբար հմուտ զինվորականի նման կռվեցին, պայքարեցին մեր հայրենիքի, մեր հողի համար։ Այդպես եղավ նաև 2020 թվականին։ Բայց ունենք այն, ինչ ունենք հիմա, եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողներից զրույցում ասաց ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը, Գայանե Անտոնյանը։ Հիշեցնենք, որ 9 տարի առաջ հենց այս օրն էր մեկնարկել քառօրյա պատերազմը։ Ապրիլյան պատերազմից հետո ցավի հետ նաև հպարտություն կար։ Հիմա ցավոք ուզում եմ որքան հնարավոր է շուտ մեր հերոս որդիների, Ադամի ու նման տղաների կատարած սխրանքներից հետո ունենանք ռեալ սփոփանք։ Ուզում եմ մեր այդ հպարտությունը վերադառնա։ Մեր որևէ սպայի զինվորի արյուն հենց այնպես չի թափվել։ Հաստատ կգան այդ ժամանակները։ Սերժանտ Ադամ Սահակյանը 2016 թվականի ապրիլի 1-ի լույսի 2-ի գիշերը գտնվելով առաջնագծում եւ լինելով 112-րդ մարտական դիրքի ավագը գլխավորել է մարտը։ Զինակից ընկերների հետ մարտնչելով թշնամու դեմ եւ վերջինիս հասցրել զգալի կորուստներ։ Ադամի թշնամու դեմ մղած ժամեր տևած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրայելի գնդին տեղակայվել եւ ամրանալ ռազմաճակատի երկրորդ գծում։ Արդյունքում Ադամն իր զինակից ընկերներով կոտրելով թշնամու ողնաշարը կանխել են նրա առաջ խաղացումը դեպի երկրի խորքը եւ տապալել հակառակորդի մշակած կայծակնային պատերազմի միջոցով արագ հաղթանակի հասնելու ծրագիրը։ Սերժանտ Ադամ Սահակյանն իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ հասցնելով նրան զգալի կորուստներ 200-ից ավել սպանված հատուկ ջոկատային ընկել է հերոսի մահով առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում։ Ծավալված թեժ ու անհավասար մարտերի ընթացքում դիրքերի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով։ Ադամ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով արիության մեդալով։ Գյումրիի ընտրություններում հակափաշինյանական ուժերի գրանցած հաջողությունը կարող է մոտենալ անհաջողության անդառնալի կետին։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։ Այդ կետում ռիսկերը կտրուկ բարձրանում են բազմաթիվ ասպեկտներում։ Դիցուք սեփական շարքերի ամրության եւ վստահելիության մակարդակն այլևս նախկինը կարող է չլինել եւ ձախողվելու, փլվելու, բանսարկություններ ուտելու հավանականությունը մեծանա։ Այստեղ հակաիշխանական ուժերի թիմերի անդամները կարող են դառնալ պարարտ հող եւ հարմար թիրախ իշխանական հայցերի առաջարկների շանտաժի համար։ Որքան երկարի այս քաղաքական պաուզա անտրակտը, այնքան մեծանալու է իշխանական հարձակման, մանևրության եւ օպերատիվության դաշտը։ Նաով կբացառի դա, իմացեք, որ ոչ ոք քաղաքականությունից, ոչ քաղաքական հոգեբանությունից, ոչ քաղաքականության պատմությունից եւ ոչ էլ քաղաքական մրցակցությունից բան չի հասկանում։ Ավելին նույնիսկ չի տարբերում հանրային քաղաքականությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են։ Ալիևն այս մասին խոսել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է AP-ին։ Սա Գերմանիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Ադրբեջան երկկողմ հարաբերությունների պատմության մեջ, եւ ես վստահ եմ, որ դրա արդյունքներն էլ ավելի կմոտեցնեն մեր երկրներին։ Վստահություն հայտնելով, որ Գերմանիայի նախագահի այցն Ադրբեջան դրական արդյունքներ կունենա, ասել է Ալիևը։ Սերբիայի վրա արևմտյան հիբրիդային հարձակման հիմնական պատճառը գունավոր հեղափոխության տեսքով Բելգրադի ղեկավարության մերժումն է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց, ասել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն մարտի 22-ին Մոսկվայում Վուլինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Բելգրադի ամուր հանձնառությունը ռուս-սերբական կապերի զարգացմանը, չնայած արևմուտքյան նախադեպ ճնշմանը եւ Սերբիայի հաստատակամությանը միանալու հակառուսական պատժամիջոցներին։ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ կիրառելուց Բելգրադի հրաժարումը գունավոր հեղափոխության ձևաչափով Սերբիայի վրա արևմուտքի հիբրիդային հարձակման հիմնական պատճառն է, ասել է Վուլինը National Defense ամսագրին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Սերբիայում գունավոր հեղափոխությունը կազմակերպվել եւ ֆինանսավորվել է արևմտյան հետախուզական ծառայությունների կողմից։ Մարտի 2-ին կայացած ընտրություններում հաղթած Բադրա Գյումբան ստանձնել է Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնը։ Արարողությունը, որի ժամանակ Գյումբան երթում է տվել, ձեռքը դնելով սահմանադրության վրա տեղի ունեցել Սուխումում կառավարության նիստերի դահլիճում։ Դեպքի վայրից հայտնում է 10-ի թղթակիցը։ Ես երթվում եմ Աբխազիայի ողջ բազմազգ ժողովրդին, որ կկիրառեմ իմ գիտելիքներն ու ուժը հանուն նրանց բարեկեցության, խաղաղության եւ հանգստության։ Իմ գործունեության ընթացքում ես խստորեն կհետևեմ Աբխազիայի Հանրապետության սահմանադրության պահանջներին, հանդես կգամ որպես իշխանությունների կողմից դրա խստագույն իրականացման, հանրապետության բոլոր քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների հարգման երաշխավոր, ասել է Գյումբան Հանրապետության խորհրդարանի պատգամավորների եւ սահմանադրական դատարանի դատավորի ներկայությամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բադրու Գյումբային Աբխազիայի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Հարգելի Բադրա Զուրաբովիչ, ընդունեք սրտանց շնորհավորանքներ Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Մեր երկրների հարաբերությունները զարգանում են բարեկամության եւ դաշինքի ոգով։ Հուսով եմ, որ ձեր գործունեությունը պետության ղեկավարում կնպաստի դրանց հետագա ամրապնդմանը, ասված է շնորհավորանքում։ Աբխազիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել երկու փուլով՝ փետրվարի 15-ին եւ մարտի 1-ին։ Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով Գյումբան հաղթել է երկրորդ փուլում հավաքելով ձայների 54.73%։ Նրա մրցակիցը ընդդիմադիր Ադգուր Արձինբան 41.54%։ Ֆրանսիան եւ Մեքսիկան ողջունում են զանգվածային վայրագությունների դեպքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի կիրառման սահմանափակմանն աջակցելու Հայաստանի որոշումը։ Սույն հայտարարությունը վկայում է նման իրավիճակներում անվտանգության խորհրդի գործունակության շահերից բխող արդյունավետ բազմակողմ համակարգի հանձնառության մասին։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Ֆրանսիան, որն ապրիլի 1-ից 1 ամսով դառնում է անվտանգության խորհրդի նախագահ 2015 թվականին պարտավորություն է ստանձնել զանգվածային վայրագությունների դեպքում չդիմել վետոյի իր իրավունքին։ Այդ տարվանից մենք Մեքսիկայի հետ համատեղ առաջ ենք մղում մի նախաձեռնություն, որը ստացել է 107 պետությունների աջակցությունը։ Տասնամյակը կնշվի այս տարի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում, ասված է հայտարարության մեջ։ Աշխարհի որոշ առաջնորդներ գաղտնի շփվել են Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում ես Պուտինին 3 տարի չեմ տեսել, իսկ նրանցից շատերը նրա հետ գաղտնի են խոսել։ Եվ ես գիտեմ առնվազն 2 համաշխարհային առաջնորդների, որոնք գաղտնի խոսել են նրա հետ, ասել է քաղաքական գործիչը։ Սերբիայի առաջնորդը ստակեցրել է, որ մայիսի 9-ին Պուտինի հետ իր հանդիպումը կլինի առաջինը 3.5 տարվա ընթացքում։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի աթոռը դուրս են բերել Գերագույն Ռադայից։ Այս մասին հայտնել է ուկրաինացի падգամավոր Վլադիմիր Արևը։ Աթոռը դուրս են բերել անհրաժեշտության բացակայության պատճառով, միևնույն է, ոչինչ ըստ էության չի փոխվի, գրել է падգամավորը։ Նրա խոսքով նախարարների աթոռները հնարավոր չի եղել հանել, քանի որ դրանք ամուր ամրացված էին։ Սակայն դա չի կանգնեցին վճռականորեն տրամադրված տեխնիկական ծառայություններին, հավելել է վերջինս։ Վաշինգտոնը չի պահանջել Ուկրաինայում հակամարտության արմատական պատճառների վերացում, ինչը դժվարեցնում է դրա կարգավորման ուղիների որոնումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Այսօր տեղ չկա մեր գլխավոր պահանջին, այն է այդ հակամարտության արմատական պատճառների հետ կապված խնդիրների լուծմանը, ասել է քաղաքական գործիչը։ Ռյաբկովը նշել է, որ Մոսկվան լուրջ է վերաբերում Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկներին, սակայն չի կարող դրանք ընդունել առանց հաշվի առնելու իր առաջնահերթությունները։ Նրա խոսքով Ռուսաստանն այս թեմայի շուրջ սեփական մոտեցումների մտածված համալիր ունի։ Ռուսաստանը ԱՄՆ-ին, ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին տեղեկություն է փոխանցել Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին հարվածների մորատորիումի խախտումների մասին, հայտարարել է ՌԴ-ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն անվտանգության խորհրդի նիստում հայտնել է, որ մորատորիումը չի պահպանվում, Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներն անօդաչուների հարձակմանն են ենթարկվում։ Լավրովը պնդել է, որ ռուսական բանակը պահպանում է մորատորիումը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն իր կողմից չի խախտում մորատորիումը, որը նախագահը հրամայել էր խստորեն պահպանել դեռևս Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ին և Իրանին օգնություն առաջարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ կառուցողական երկխոսություն ձեռք բերելու հարցում։ Այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Դեռ ժամանակ կա և գնացքը չի մեկնել։ Պետք է կրկնապատկել ջանքերը, որպեսզի ողջամիտ հիմունքներով փորձենք պայմանավորվել։ Ռուսաստանը պատրաստ է իր բարի ծառայություններն առաջարկել և Վաշինգտոնին, և Թեհրանին, և բոլոր նրանց, ովքեր դրանով հետաքրքրված են, հայտարարել է դիվանագետը։ Նրա խոսքով Իրանի միջուկային ենթակառուցվածքներին ամերիկյան հարվածի հետևանքները կարող են աղետալի լինել ողջ Մերձավոր Արևելյան տարածաշրջանի համար։ Եվրամիությունը ԱՄՆ նախագահ Թրամփի սահմանած մաքսատուրքերին պատասխանելու ուժեղ ծրագիր ունի։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Բրյուսելը հույս ունի իրավիճակից ելք գտնել բանակցությունների միջոցով։ Եվրամիությունը չի ցանկանում պատասխանել ԱՄՆ-ի գործողություններին, բայց անհրաժեշտության դեպքում դա կանի, ընդգծել է ֆոն դեր Լայենը։ Եթե անհրաժեշտ լինի, մենք պատասխան գործողությունների ուժեղ ծրագիր ունենք և այն կկիրառենք, հավելել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին շրջանների մեծ մասում, ապրիլի 3-ին 6-ին առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 3-ին նաև ամպրոպ։ Քամին հարավ-արևմտյան հատվածում 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, ապրիլի 2-ից 4-ը 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 15-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ին կնվազի 2-ից 3 աստիճանով։ Երևանում ապրիլի 2-ին և 3-ին օրվա ընթացքում 5-ի երեկոյան ժամերին 6-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը նաև ամպրոպ, ապրիլի 4-ին 6-ից 3-ն սպասվում է առանց ստեղումների եղանակ։